Մեծարգո ազգային ժողովի նախագահ, հարգարժան վարչապետ, հարգելի գործընկերներ, ես կաշխատեմ հակիրճ լինել, բայց սկզբից հստակ պետք է ասեմ, որ բոլոր քաղաքական ուժերը մեր հանրապետության չկա քաղաքական ուժ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, որ շահագրգռված չլինի, որ մեր երկիրը, մեր պետությունը ստեղծված իրավիճակից դուրս գա, բայց բնական է, որ այդ քաղաքական ուժերը ունեն իրենց մոտեցումները, իրենց գաղափարները, իրենց ծրագրային մոտեցումները, ուրեմն պետք է տարբերվի։ Սա պետք է հավուր պատշաճ ընդունել եւ իհարկե պետության համար հենց դա անհրաժեշտ է, որ այդ տարբերակված մոտեցումները անպայման լինեն, իշխանությունը դա լսի եւ եթե այդ բևեռացումը շատ է նորմայից տարբերվում, ուրեմն այդտեղ կառաջանան նոր process-ներ, որոնք կոչվեն խորացված քաղաքական process-ներ։ Հիմա պարոն վարչապետ, առաջի կարևորագույն խնդիրը 4.1% տնտեսական աճը։ Երբ մենք նայում ենք 11 թվից հետո 2.2% աճ փաստացի, 12 թվականին 7.2%, 13 թվականին մենք ունեցանք 6.2-ից փոխարեն 3.5%, ընթացիկ տարում մենք նախատեսած 5.2%-ի փոխարեն նախատեսում է կառավարությունը 3.3, համաշխարհային բանկի կանխատեսումներով 2.2 եւ հաջորդ տարի 4.1։ Հիմա սա լավ է թե վատ է։ Կարող է լինել ավելի ցածր տնտեսական աճ, բայց գործերը լավ գնան։ Կարող ավելի բարձր լինի եւ որևէ էֆեկտ չունենա։ Հիմա իհարկե բյուջեի առանցքում ընկած է այս տնտեսական աճը, տնտեսական զարգացում դարձնելու միտքը մեկ, եւ երկրորդ, որ ժողովուրդը իր մաշկի վրա զգա փոփոխություն։ Մեր ժողովուրդը բավականին հանդուրժող ժողովուրդ է, բոլորս գիտենք տաղանդավոր ժողովուրդ է, եւ եթե ինքը տեսնում է, որ փոքր բարելավումներ կան, ինքը դա գնահատում է անկեղծ։ Եթե տեսնում է, որ չկա անընդհատ այդ բարելավումները, ուրեմն ինքը իր ռեակցիան արտահայտում է, միգուցե մի քիչ ավելի զսպված, բայց ինչ որ պահ այդ ռեակցիան ինքը հանդես է բերելու։ Քաղաքական ուժերն էլ ոչ իշխանական, անպայման պետքա կոնցեպտուալ մոտեցումներ ունենան։ Օրինակ ես իմ խղճի առաջ ազնիվ չեմ գտնվի, եթե չասեմ, որ ձեր կառավարությունը, այն ինչ որ օրինակ Բարգավաճ Հայաստանը ասել է, մի քանի բաներ ասեմ, ընտանեկան ձեռնարկատիրություն, եղել է մեր ծրագրային դրույթների անկյունակարերից մեկը, երկրորդ փոքր միջին բիզնեսի բեռի իջեցում, երրորդ այն օրենքը, որ իսկապես պետք է ընդունել, որ կոնսենսուսով եղավ արդյունաբերական քաղաքականության մասին օրենքը։ Բայց սրանք ստեղծված պայմանների հետևից գնալու լուծումներ են եւ մենք որպես քաղաքական ուժ մեր առանձին մոտեցումներ ունենք, այլ մոտեցումներ, որի մասին քիչ հետո կասեմ, որովհետեւ սկզբից ես պետք է տամ տնտեսագիտական գնահատական, հետո վերջում քաղաքական գնահատականը կտամ։ Ես այս ելույթներում, պարոն վարչապետ, շատ քիչ լսեցի նաեւ նախարարների կողմից, որ ոլորտ առ ոլորտ տան ոլորտների գնահատականը։ Սկսենք էներգետիկայից։ Տնտեսության ողնաշարի մասին հետեւյալը, այս լարված իրավիճակում հնարավոր է, որ մենք ունենանք այդտեղ այնպիսի կորուստներ, չգիտեմ, գազի փոխադրման բաշխման համակարգում սակագնի նորմատիվային կորուստից դուրս 3%-ից ավել, ուրեմն կորուստ, որը նշանակում է 3 անգամ 1.7 միլիարդ, մոտավորապես 50-55 ուրեմն միլիոն խորանարդ մետր։ Հիմա դա բազմապատկեք միջին սակագնով, դրա թիվը տեսեք $20 միլիոն։ Եվ հարկման բազան քչանում է այդքանով, մուտքերը քչանում են, չեմ ուզում մապաստակների մասին ասեմ, գազի հանձնաժողովը կասի։ Կամ էլեկտրաէներգետիկ համակարգում 1% կորուստը հանգեցրել է 5.1 միլիարդ դրամի, ուրեմն ֆինանսական, ուրեմն վիճակի վատացման, որի արդյունքում մենք ժողովուրդը վճարում է այսօր, որ էլեկտրական ցանցերի ֆինանսական առողջացումը տեղի ունենա, բայց համոզված եմ տեղի չի ունենում այս փուլում։ Էներգետիկայի մասին հնարավոր է մենք կարողանայինք խորամուխ լինեինք եւ ունենայինք պետական ծրագիր էներգետիկայի վիճակի շտկման մասին։ Կամ ես ուրեմն երեք ասեցի Նայիրիտի աշխատակիցների հանդիպման ժամանակ, որ եթե մենք 1.7 միլիարդը դարձնում ենք 3 միլիարդ ընդունենք, հնարավորություն կա միջին սակագինը իջեցնելու, որտեղ Նայիրիտի համար գազը հանդիսանալու է հումք, ոչ թե ուրեմն վառելիքի տեսակ։ Այս բոլոր հարցերը պետք է ամենօրյա կառավարության ուշադրության կենտրոնում ոչ միայն լինեն, այլև հանրությունը դրա մասին պետք է իմանա։ Այսինքն, եթե որոշակի ծրագրեր քննարկվում են, հանրությունը պետք է իրազեկված լինի, որ հանրությունը պարտադիր չի բոլորը լսեն, բոլոր գյուղական համայնքներում, մասնագիտական լոկոմոտիվ լսարանը լսելով ինքը այդ մեսիջները անպայման հասցնում է։ Երկրորդը, արդյունաբերության մասին հակիրճ չեմ ասելու, բազմիցս ես ասել եմ, որ ֆանտաստիկ մենք ցուցանիշ ունենք, խորհրդային տարիներին եղել է մաքսիմալ մետաղական հանքանյութի արդյունահանման ծավալը 8 միլիոն տոննա, այսօր հասել ենք 25 միլիոն տոննայի։ Սա աննախադեպ բան է, պետք է կառավարությունը դրա մասին շատ ասի, բայց այդ 25 միլիոն տոննայից մենք արտադրում ենք 100
30,000 տոննա պղնձի խտանյութ եւ 12,000 մոլիբդենի խտանյութ։ Եթե մենք սա հասցնում ենք 30-40 միլիոն տոննայի, դա պղնձի խտանյութը ավելանում է մինչև 200,000 տոննա եւ մենք պղնձաձուլական խոշոր ձեռնարկություն ենք կառուցում, որի մասին ասվել է, բայց դա ուշանում է, դրա համար պետք է այս շահառուների շահերը բերել բյուրեղացնել, դա կառավարության գործն է, որի մասին ասվում է, հետո մի քիչ պաուզաները շատ են այդ առումով։ Նու արդյունաբերության տարբեր ճյուղերի մասին չեմ ասում, մենք մեր մոտեցումները դուք գիտեք, կապված մարզերում արդյունաբերական գոտիների հետ եւ այլն, բայց ցավոք սրտի հաջորդ տարվա բյուջեում մենք դրել ենք 41% տնտեսական աճի պարագայում ընդամենը 3-7% արդյունաբերության աճ։ Այսինքն ինչ ամենք նահանջում ենք արդյունաբերական երկիր դառնալուց։ Մեր տնտեսական աճը ինչի հաշվին է, այսինքն ոչ իրական հատվածի ծառայությունների եւ առևտրի հաշվին։ Եվ առևտրի մասին եւս երկու դիտարկում, չեմ ուզում շատ ասեմ, կա ժողովրդական դիտարկում, կա մասնագիտական դիտարկում։ Այնուամենայնիվ խոշոր հիպերմարկետների կառուցումը բերեցին նրան, որ առևտրի 88% հանրապետության Երևան քաղաքում է կենտրոնացված, որ սովորական այսպես կոչված գրավիչ տարածքներում գրավչությունը իջավ եւ մենք կենտրոնացրինք, լավ էր թե վատ էր։ Մի կողմից ժողովուրդը ուզում է քաղաքակիրթ սպասարկում, մյուս կողմից մենք ունեցանք սոցիալական խնդիրներ։ Այսինքն սա պետքա ծրագրավորված գնա, չպետք է թողել, որ շուկայական process-ները ուրեմն իներցիայով գնան եւ արդյունքում մենք ունենանք այն, որը կոչվում է աշխատատեղերի նվազում։ Հարկային քաղաքականության առումով ես կարծում եմ, որ մենք պետքա կարդինալ արմատական հարց անենք, արտոնություններ տալը լավ է, բայց դրանք ժամանակավոր են, մենք պետքա կարողանանք համարձակ քայլի գնալ, նաև կառավարության ներկայացուցիչները գիտեն, գնանք համատարած շրջանառության հարկի, այսինքն մինչև 58 միլիոն ընդհանրապես անենք, վերցնենք շրջանառության հարկը եւ պետության խնդիրը լինի միայն շրջանառություն արձանագրելը։ Մնացած բոլոր գործերի հետ պետությունը գործ չունի։ Թող ազատություն տանք, այս փուլում ես ասում եմ, այս հիմիկվա խնդիրը փոքր միջին բիզնեսին ազատություն տալն է, ազատությունը պետք է ինչ-որ մթնոլորտ փոխի։ Եվ ավելացված արժեքի 9500 վճարողները, որ վերջի 6-7 տարում 20,000-ից իջել են։ Հիմա պետք է կառավարությունը չդնի, որ ամեն կերպ բերի փաստաթղթավորումով համալրի NDS վճարողներին։ Սա ինքնանպատակ բան է լինելու, եւ ես իմ կոնցեպցիան ասել եմ, ուզում եմ կրկնեմ, եթե մենք 9500 խոշոր ձեռնարկություններից ամենախոշոր 200-250 ձեռնարկությանը, որոնք ունեն քաղաքական թե վարչական հովանավորչություն, չբերենք համադրելի դաշտ, այդ հովանավորությունը պետք է կարող լինի ինչ-որ չափերով, տարբեր ստրատեգիական խնդիրներ կա։ Եթե բայց մենք չկարողացանք այն ազնիվ մասին ասենք, որ դու հավասար խաղի դաշտում ես գործում, մեր գործերը լավ չեն ելնելու։ Եվ խոսքս ամփոփելով ես ուրեմն համոզված եմ այն գաղափարին, որ այս իրավիճակում, երբ որ կա ցիկլային ճգնաժամը չի վերջացել, մենք նոր ճգնաժամի սկզբում ենք գտնվում, կառավարությունը պետք է օպերատիվ կառավարման միջոցառումներ ձեռնարկի, օպերատիվ կառավարման, դա չի նշանակում, որ պետք է ուրեմն մենք տրադիցիոն ոչ ստանդարտ գործիքներ պետք է կիրառի եւ մարդկանց եկամուտները պետք է ավելացնենք։ Տեսեք, կառավարությունը ինչ գործիք ունի, տրանսֆերների վրա չի կարող ազդի, ներդրումները կարճաժամկետում չի լինի, մնում է արտահանման խթանումը, ամեն կերպ խթանել արտահանումը։ Ոնց, ինչ, հիմա մենք ստեղծել ենք արտահանման ապահովագրության գործակը, ինչ եղավ դրա հետ կապված, ինչ որ ձայնը լռել է։ Եվ իհարկե ես պնդում եմ, որ մարդկանց եկամուտները ավելացնելը նշանակում է, որ մենք պետք է չվախենանք լրացուցիչ գնաճից, թող գնաճը լինի 9%, 10%, բայց մարդկանց եկամուտները ավելանա 15-20%։ Մենք պետք է ռիսկով այս ճանապարհով գնանք եւ արդյունքները կան։ Մարդը ուզում է ապրի այսօր։ Մարդը չես կարող սնել անընդհատ տարբեր խոստումներով։ Նու ես արդեն ասեցի, որ այս պահանջարկի համատարած խթանման քաղաքականությունը տարբերվում է իշխանության քաղաքական մեծամասնության քաղաքականությունից եւ բնական է, որ նաեւ մեր ворթեգրած քաղաքականությունը Բարգավաճ Հայաստանի ենթադրում է եւ որ ճիշտ է դա, օբյեկտիվ է, որ մենք այս բյուջեի նախագծին դեմ ենք քվեարկելու։ Շնորհակալություն։